Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության։ Այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչ Վաղարշակ Հակոբյանը, բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, իշխանություն եկեղեցու վերնախավ է հակամարտությունը, ամենադեպս մոտ այնպիսի տպավորություն է, որ մոտեցել է տանդառնալիության կետին կամ նույնիսկ անցել է ամենադեպս Կիրակնորյա պատարագին Հովանավանքում տեղի ունեցած պատարագին եւ դրա արձագանքներին հետևելով այնպիսի տպավորություն է, որ կողմերից ոչ այս իշխանությունը, ոչ եկեղեցու վերնախավը հաշտության այլևս ոչ թե չեն ուզում, այլ արդեն չեն էլ կարող գնալ։ Այդ տպավորությունը ձեր մոտ չկա։ Նախ ուզում եմ նշել, որ այն եզակի հնչեցված հարցերից էր, որը ձևակերպումը համենայն դեպս ճիշտ էր, որովհետև բազմաթիվ լրագրողներ այս կոնտեքստում հարց ձևակերպելիս նշում են իշխանություն եկեղեցի հակամարտություն, կամ սա անհեթեթություն է։ Ուզում եմ նշել, որ նաև օգտվելով առիթից, որ մենք ինքներս շատ լավ գիտակցում ենք, որ մեր եկեղեցում կան բազմաթիվ եկեղեցական բոլոր կանոնագրքերին, օրենքներին, եկեղեցական օրենքներին հետևող բազմաթիվ խղճով առաջնորդվող հոգևորականներ եւ սա փաստ է եւ որևէ մեկը չունի իշխանության որևէ ներկայացուցիչ չունի խնդիր եկեղեցու եւ այս հոգևորականների հետ ընդհակառակը մենք նրանց շատ հարգում ենք, ճանաչում ենք որպես տեր հայրեր եւ շատ ցավում եմ ես անձնապես նաեւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որ մենք ունենք նման իրավիճակ։ Այո, ցավոք սրտի պետք է արձանագրել, որ կա իրավիճակ, երբ եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը եւ նաեւ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ դրան նաեւ նպաստեցին վերջին իրադարձությունները իմ կարծիքով, որ անցան բոլոր հնարավոր եւ անհնարին գծերը, որը կարելի էր պատկերացնել նույնիսկ ամենավատ երազում, որ մեր հոգևորականները կարող են անել։ Օրինակ, ես ինքս որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ կաթողիկոսը կամ մարդով այդ կոչումն ունի, արժանացել է այդ բարձրագույն կոչմանը, կարող է զանգել ինչ-որ հոգևորականի, ընդ որում ոչ թե ինչ-որ հոգևորականի, որը հոգևորականի, որի ընտանիքում դժբախտություն է տեղի, ողբերգություն է տեղի ունեցել եւ անարդարության ասեմ, որ կաթողիկոսը չէր զանգել։ Դե կաթողիկոսի անունից էին զանգել։ Այո, կաթողիկոսի անունից էին զանգել եւ ես, այո, բայց այդ խոսակցությունը ինքնին այդ համակարգի մասին է խոսում։ Եվ նաեւ դրանից հետո եղան այլ հրապարակումներ, որ դա եղել է այսինքն դա եղել է գիծ, որը նրանց պարտադրվել է։ Այսինքն հոգևորականին իր ծառայությունը, հոգևոր ծառայությունը բարեխղճորեն կատարող հոգևորականին ասել են Տեր հայր, հիմա դու թողնում ես քո բոլոր գործերը եւ գնում ես Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ միտինգի գնում ես միտեղ, որտեղ որ հայհոյում են, որտեղ որ անիծում են, որտեղ որ ամենավատ բաներն են խոսում եւ պատրաստ անել մարդկանց մասին, գնում ես միտեղ, որտեղ որ սպանություններ են բեմադրվում, գնում ես միտեղ, որտեղ որ նախկին իշխանության մնացորդները այդ իրենց ողջ այդ մաղձային այդ իրավիճակով հավաքված պայքարում են Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի դեմ։ Այսինքն, եթե մենք ունենք այսպիսի իրավիճակ, ապա ինչպես պետք է արձագանքի իշխանությունը, որը այս պահին ժողովրդի կողմից ստացել է մանդատ Հայաստանի Հանրապետությունը
պաշտպանելու, մեր պետականությունը պաշտպանելու եւ այդ թվում նաեւ մեր եկեղեցին պաշտպանելու, որովհետեւ եկեղեցին դա ներկայացնում այն հավատավոր հոտը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներին եւ մենք դրանց այդ հետևորդների մի մասն ենք։ Հիմա ձեզ այս իրավիճակում մեղադրում են մի շարք հանցանքների համար, հանցանքների բառացիորեն, ես չեմ դրա հեղինակը, մասնավորապես, որ իշխանությունները գնում են ռեպրեսիաների եկեղեցու դեմ եւ որպես ապացույց նշվում են 3 arczepiskopos, որոնք հիմա կալանավորված են, այսինքն պետությունը կամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ քաղաքական իշխող ուժը վրեժ է լուծում եկեղեցուց, որովհետև եկեղեցին լոյալ չէ իշխանության նկատմամբ։ Գիտեք, եթե իշխանությունը գնա ռեպրեսիաների, դա մի հատ լրիվ այլ նկարագիր կստանա, եւ ես խորհուրդ կտամ այդ մարդկանց, ովքեր որ նման պնդումներ են անում, մի հատ լավ նայեն իրենց կողքերը եւ հիշեն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական սպանությունները, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական ծեծուջարդերը, Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած նորանկախ պատմության մեջ մեկ օրում որոշ քաղաքական գործիչների եւ որ քաղաքական ուժերի քաղաքականությունից դուրս գալու քայլերը եւ բիզնեսների խլելը, կոռուպցիան կաշառակերությունը, քաղաքական ռեպրեսիաների մասին խոսելուց մարդիկ մոտ պետք է հետ նայեն։ Ես շատ ցավում եմ, բայց ես մի բան ձեզ կուզենամ ասել։ Այս խոսակցությունների շահառուն այն սերունդն է, որը նոր բոլորել է 18 տարեկանը եւ ինքը առաջի անգամ մասնակցելու է ընտրություններին կամ ասենք 20 տարեկան է եւ այդ սերունդը չի հիշում առնվազն չի հիշում Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանը եւ առնվազն չի պատկերացնում թե ինչ է նշանակում մի իրավիճակ, երբ որ ժողովրդի քվեն հրապարակվելուց հետո դառնում է 180 աստիճանով այլ իրականություն, այսինքն դու ամբողջ մեր քաղաքացիները հավաքվում, գրում են ձայն են տալիս ինչ-որ մի տեխնացուի, բայց ընտրվում է այլ տեխնացու։ Մենք մեր նորանկախ պատմության մեջ ինչ վերաբերմունք ես եւ դուք եւ մյուսները ունենան անձերի նյուանսել կարելի ավելացնել, ես ամենայն դեպս չեմ հիշում ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո տեղի ունեցած որևէ նման դեպք, երբ տեխնացուներից մեկին գումար է տրվում, մարդը դուրս է գալիս ընտրական պայքարի, հետո այդ մասին գումարը տվողը ավելի ճիշտ գումարը վերցնողը հայտարարում է, դրանից հետո գումարը տվողը ասում է, չէ, գիտեք ինչ կա, ինքը իրան մի 10 անգամ թանկացրել է։ Ես հասկացա ձեր ակնարկը եւ հիշեցի նման առնվազն մի քանի դեպք եւ նրանցից ոմանք այժմ հանգուցյալ են նաեւ ես չգիտեմ երևի անուններով չխոսենք որովհետեւ անուններով չխոսենք բայց որ պետք լինի խոսենք որովհետեւ դուք մի պատմություն մեջ բերեցիք որը մեր քաղաքական իրականության անբաժանելի մասն է եղել մարդկանց քյաշ փողով մարդկանց քաղաքական միտքը մարդկանց քաղաքական գաղափարը մարդկանց քաղաքական պատմությունը անցյալը եւ ներկան եւ ապագան քյաշ փողով առնելու քաղաքականությունը, որը հետո արդեն դարձավ սկզբից 5000 դրամանոց ընտրակաշարք, հետո 10000 դրամանոց ընտրակաշարք, հետո արդեն հասավ 20000 դրամանոց ընտրակաշարքի արանքներում հիշում ենք ջեմը, կարտոֆիլը, ալյուրը, ոսպը, բրինձը, տուկիթելը եւ այլն, այդ ամեն ինչը մենք հիշում ենք, չէ՞, առնվազն դուք վստահաբար ավելի շատ, ես մի քիչ ավելի քիչ, բայց հիշում ենք այդ ամեն ինչը մենք։ Եվ եկանք հասանք մի իրականության, որ ուղղակի օրինակ մենք դեպքեր ենք ունեցել, երբ իմ խորին համոզմամբ որևէ ամենաբարձրագույն պաշտոնի համար ընտրվել է մի մարդ, այն աղոթելու պատմությունը վկա, եւ այլ մարդ դարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Այդ մարդիկ, այդ դերակատարները, այդ գործընթացները կազմակերպողները այսօր մեզ մեղադրում են քաղաքական ռեպրեսիաների մեջ։ Հասկանում եք, օր ու գիշեր վերջին 7 տարվա ընթացքում ամենաշատ հայոյանքի արժանացած եւ լուր եւ խոհեմ եւ հանգիստ այդ գործընթացը տարած իշխանությանը ընդ որում դրանք են մարդիկ են ովքեր հեղափոխության հաջորդ իսկ օրվանից հենց հաջորդ իսկ օրվանից ասենք 24 ժամը չլրացած
արդեն ասում էին հողերն են տալու, արդեն ամենավատ բաներն էին անում եւ այդ մաղձն էին տարածում, այդ մարդիկ, որ մինչեւ այսօր որևէ խնդիր չունեն եւ ցավոք սրտի քաղաքական դաշտում դեռևս ինչ որ աստիճանի դերակատարներ են եւ նույնիսկ կարողանում են տեխնացություններ առաջադրել, այդ մարդիկ մեզ մեղադրում են քաղաքական ռեպրեսիաների մեջ։ Այն մարդիկ են մեղադրում, ովքեր որ այլախոհության համար մարդ են սպանել, ովքեր որ ինչ որ մի իրականություն, որը իրենք չեն կարողացել հաղթահարել սահմանադրական ճանապարհով, գնացել են բռնությունների, սպանությունների, քաղաքական ռեպրեսիաներից խոսում են մարդիկ, անկեղծորեն եմ ձեզ ասում, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ինձ մոտ քաղաքական ռեպրեսիաներից են խոսում, ազգային ժողովում են ալնում։ Ես հիշում եմ Հյուսեյն Պողոտայի կադրերը, երբ մարդկանց տներից հանում էին։ Ռեպրեսիա բառը, որ իրանք ասում են, այսօր իրանք խմբակցություն ունեն, դա Հայաստան դաշինքն է, որը պարլամենտում տենց մի մեծ ընդդիմադիր հատված է զբաղեցնում, ցավոք սրտի։ Երբ որ իրանցից որևէ մեկը խոսում է ռեպրեսիաներից, իմ աչքի առաջ գալիս է Հյուսեյն Պողոտայում մարդկանց մահակներով ծեծելու, տներից հանելու, դուրս շպրտելու կադրերը, գալիս է մարտի 1-ի կադրերը, գալիս է 2003 թվականի Դեմիրճան Քոչարյան ընտրություններին հաջորդող իրադարձությունները, այո, Բաղրամյան իրադարձությունների, ուղղակի ինձ համար անհասկանալի է, որ նաև 90-ականներին իշխանություն եղած գործիչները այսօր փաստորեն իրենց արդեն հավասարության մեջ են դրել 2000-ականներին եւ 10-ականներին եղած գործիչների հետ, ովքեր ոք մերժվել են ժողովրդի կողմից, սա ցավալի իրադարձություն է, բայց ունենք այնինչ ունենք եւ ես կարծում եմ 2018 թվականին, երբ որ մեր քաղաքացիները կտրականապես եւ վերջնականորեն մերժեցին այդ քաղաքական համակարգը, նրանք երբեք թույլ չեն տա, որ այդ քաղաքական համակարգը վերածնվի։ Մենք տեսանք, թե Գյումրիում ինչ իրադարձություններ տեղի ունեցան, սա մենք կարող ենք ամեն ձևի մեկնաբանել իշխանության դիրքերից կարող ենք մեկնաբանել, ընդդիմության դիրքերից կարող ենք մեկնաբանել, բայց մենք ունենք իրավիճակ, որ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչը դու ամեն ձևի տարբեր կողմերից իրեն փորձեցին ոսկե ջրել, չգիտեմ, ապացուցել, որ դա այդպես չի, նա այնպես չի, բայց իրականություն կա, որը ես ուղղակի չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը, շատ խոսել այս թեմայով եւ վերդիկտ տալ, որովհետեւ դա դատանի ըստ էության աշխատանքն է, բայց էս է իրավիճակը։ Քանի որ Գյումրիից խոսք գնաց, տեսեք, մենք իհարկե եկեղեցու հետ կապված խնդիրներին կվերադառնանք, բայց ձեզ ուղղված մեղադրանքներից նաև մեկն է հենց 37 թիվը կազմակերպել ռեպրեսիաներ են, որ որում Գյումրիի օրինակով, Վարդան Ղուկասյանի օրինակով, ինչ են ասում են, տեսեք, բոլոր ընդդիմադիր գործիչները, որոնք դառնում են համայնքների ղեկավարներ եւ որոնք շարունակում են մնալ ակտիվ քաղաքական պայքարում, հայտնվում են քրեական գործերի տիրույթում եւ անխուսափելիորեն հայտնվում են բանտում։ Հիմա դա 37 թիվ է։ Գիտեք, ես ենթադրենք Գյումրիի դեպքը դնենք մի կողմ։ Էլ ինչ գործի մասին են իրենք ասում։ Վանաձորի համայնքի ղեկավար ներողություն եմ խնդրում, էլի, ես չգիտեմ դատարանը վերջում ինչ վճիռ կասրեց, բայց այդ մարդը մեղադրվում էր ինչ որ հողատարածք, որը չէր կարելի օտարելու մեջ։ Հիմա այստեղ մենք ինչ կապ ունենք դրա հետ, էլի։ Կապը ասում են այնքանով է, որ երբ մարդը քաղաքական դիրքորոշման մեջ տեղ է գալիս, հիշվում է, որ ինքը ինչ որ մի բան արել է այն ժամանակ, չգիտեմ երբ։ Ու դա դառնում է քրեական գործ։ Տեսեք, իրականությունը հետևյալն է. մենք ունենք բազմաթիվ համայնքապետեր, որոնք որ ընտրություններով հաղթել են քաղաքացիական պայմանագրին։ Ու մարդիկ գնացել են ընտրության, արել են ավելի լավ քարոզարշավ, ըստ երևույթի ստացել են ավելի շատ ձայն, քան ստացել է քաղաքացիական պայմանագիրը տարբեր համայնքներում եւ մեզ հաղթել են որպես կուսակցություն քաղաքական ուժ ընտրություններում եւ այդ մարդկանց հետ ոչինչ չի պատահել եւ չի էլ կարող պատահել եւ բացառված է այստեղ որևէ process։ Այլ բան է,
որ գիտեք հիմա օրինակ գնում իշխանությանը հաղթում դառնում են համայնքապետ, հաջորդ պայծ սկսում են մարդկանցից ինչ-որ հարցեր լուծելու համար գումար պահանջել։ Հիմա սրա համար են մարդիկ դատապարտվում եւ առնվազն ձերբակալվում, առնվազն ինչ-որ process իրենց հետ տեղի ունենում։ Հիմա ենթադրենք Վարդանիկի մասով դուք ինչ-որ բան եք ասում, կամ ես ինչ-որ բան եմ ասում, բայց Գյումրեցին հո գիտի, որ Վարդանիկը մի քաղաքական համակարգի ծնունդ է, որի համար նորմալ է ապօրինի որևէ շինություն օրինականացնելու համար կաշառք վերցնելը։ Սա նորմալ է։ Եվ մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, քան որ շատ է նաև այս մասով խոսում, որ դուք վերդիկտ եք կայացնում, չեք սպասում գնահատականին, բայց չեք սպասում դատանի որոշման, բայց սա քաղաքական գնահատական է։ Եվ ես հավատում եմ նրան, ինչին որ ես լսել եմ։ Քաղաքական գնահատական է նաև այն, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, երբ ըստ էության մեծամասնություն ընդհանրապես չհավաքած ուժի ներկայացուցիչը դարձավ համայնքի ղեկավար, սկզբունքորեն դրա մեղքի բավական մեծ բաժին ունեք նաև դուք, որովհետև դա է նախատեսված ընտրական օրենսգրքով։ Գիտեք, կամ դա բացառված չի ընտրական։ Ես շատ անկեղծ ձեզ ուզում եմ ասել, որ մենք չենք գնալու եւ երբեք չենք գնացել ամեն գնով տիմերում կամ այլ վայրերում կամ համապետական ընտրություններում իշխանություն վերցնելու ճանապարհով։ Դա բացառված է, դա մեր արժեհամակարգին դեմ է եւ որևէ պարագայում մենք դա չենք անելու։ Մենք ունենք իրավիճակ, երբ Գյումրեցին օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չի տվել այնքան քվե, որ մենք կարողանանք ստանձնել այնտեղ իշխանությունը։ Այո, բայց մյուս ուժերին էլ չի տվել, բայց տարբերությունն այն է, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ սիրելի հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր քաղաքացիներին մենք բացատրում ենք, որ կա քաղաքական համակարգ, որը որ տապալված է, որը որ սպառված է, դա Սերժա Քոչարյանական քաղաքական համակարգն է, որը փորձում է ամեն կերպ վերարտադրվել եւ այդ մարդիկ այն պատմության մեջ, որ անդադ իրենց գլխարկները փոխում են։ Ինչ գլխարկով որ կամ ինչ դրոշի ներքո կամ ինչ կուսակցության ներքո որ հանդիպում կոմունիստներով էր Վարդան Ղուկասյան հանդես գան, իրենք մի քաղաքական համակարգի մասին եւ ծառայում են այդ քաղաքական համակարգին։ Մենք տեսանք, որ Սերժ Սարգսյանի թիմակից Մարտուն Գրիգորյանը կոմունիստներով առաջադրված Վարդանիկը Էլի տեխնացուներ կային։ Մայր Հայաստան դաշինքով կամ կուսակցությամբ առաջադրված այլ տեխնացուն Գյումրեցի այլ տեխնացուներ հավաքեցին ինչ-որ ձայներ, բայց իրենց մանդատը տվեցին ռոբասերժական քաղաքական համակարգին։ Եվ սրանից մենք պետք է հետևություն անենք, որ մի կողմում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եւ միգուցե նաեւ այլ կուսակցություններ, բայց գործող եւ մյուս մեծ դերակատարը, որը փորձում է վերարտադրվել, դա ռոբասերժական քաղաքական համակարգն է։ Օրինակ, այս դեպքում Գյումրիում դա տեղի ունեցավ ռոբասերժական կոմունիստայեսիմինչական տենց ինչ որ մի հատ սիմբիոզ, որի արդյունքում ծնվեց Վարդանիկը որպես քաղաքապետ, որպես գործող անձ, որպես մարդ, որը կարողացավ այն մնացած քվեները հավաքել իր տակ եւ դառնալ քաղաքապետ, նաև քաղաքական process-ների արդյունքում եւ այդ process-ները ամբողջությամբ ռոբասերժական համակարգի թե ծնունդն էին, թե ծառայում էին նրանց եւ հիմա ինչքան էլ փորձեն
Ռոբերտ Քոչյանի թիմակիցները, Սերժ Սարգսյանի թիմակիցները ցույց տալ, որ իրենք ունեն խնդիր իրար հետ եւ չեն ուզում եւ այո, իրենք ունեն խնդիր իրար հետ եւ չեն փորձում են առանձնացնել իրենց իրարից բայց քաղաքացիական պայմանագրի եւ մեր այլընտրանքը ռոբասերժական համակարգն է այսինքն չկա այլ համակարգ ինչ ուզում եք անվանեք չկա այլ համակարգ Հակոբյան, բայց եթե ասենք վաղը մյուս օրը գեղեցիկ օր թե Ռոբերտ Քոչյանի, թե Սերժ Սարգսյանի մոտ այդպես մի պայծառ միտք ցակի, որ իրենք վերջնականապես հեռանում են քաղաքականությունից։ Այդ դեպքում ում դեմ է պայքարելու իշխանությունը։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ տվյալ երկու գործիչները այդպիսի միտք կունենան երբևիցե, որովհետև իրենք տեսեք, օրինակ ես վստահություն ունեմ, որ Ռոբերտ Քոչյանը ինքը չի սիրում Հայաստանի Հանրապետությունը եւ ատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իր ատելությունը, որպեսզի մինչև վերջ իրագործի մեր քաղաքացիների հանդեպ, ինքը պետքա միշտ մնա քաղաքականության մեջ, որպեսզի օրինակ ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական դաշտում լինելը դա Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վնաս է դրանից ոչ մի օգուտ չկա եւ այս կոնտեքստում ես օրինակ բացառում եմ ինձ թվում է որ 90 տարեկանում էլ իրենք դեռևս առաջադրվելու են որպես այլընտրանք եւ փորձելու են իրենց քաղաքական համակարգը ինչ որ մի ձև վերակենդանացնել եւ դրա առաջին պտուղը մենք տեսել ենք Գյումրիում թե ինչպես իրենք կարող են վերակենդանալ այս երկու համակարգերը իրենք միասին գործող համակարգեր են եւ այստեղ այլընտրանք չկա Այլընտրանք հիմա այս ամենին զուգահեռ ձևավորում է քաղաքական մի նոր շարժում, ճիշտ է, իրենք ասում են մենք քաղաքական չենք, մենք ապաքաղաքական ենք, մենք սոցիալական խնդիրների լուծման համար ենք ասում, մենք այլընտրանք ենք թե գործող իշխանությանը, թե ընդդիմությանը, որը ոչ մի կերպ չի կարողանում իր շուրջը համախմբվել ժողովրդին, խոսք վերաբերում է մեր ձևով շարժմանը, որը այսպես ասեմ պատտվում է կամ Սամվել Կարապետյանի շուրջ կամ Սամվել Կարապետյանի կալանավորման շուրջ, այդ գաղափարի շուրջ։ Հիմա ըստ եթե չլիներ Սամվել Կարապետյանի կալանավորումը, այս ուժը ձևավորվելու էր միևնույն է թե։ Ես կարծում եմ, որ խոսելով մեր ձևով շարժման մասին, լսելով իրենց տեսակետները, արտահայտած մտքերը, շարժման ձևը ես միանշանակ եւ արձանագրումները նաեւ թե Ռոբերտ Քոչյանի թե այլ քաղաքական ուժերի ես միանշանակ հայտարարում եմ որ մեր ձևով շարժումը դա ռոբասերժական համակարգի մաս է եւս երկու պատճառով մենք կապ չունենք տեսեք երկու պատճառով իրենք իհարկե պետք է ասեն որ իրենք կապ չունեն բայց այնտեղ գործող դերակատարները հիմա էլի չանձնավորենք, չհասկանանք, անձնավորենք։ Եղել են Սերժ Սարգսյանի թիմակիցները, շատ երկար ժամանակ պաշտոններ են զբաղեցրել, ընդ որում պաշտոններ են զբաղեցրել։ Սամվել Կարապետյանի եղբայրը եղել է աշխատակազմի ղեկավար նախագահ։ Եվ միայն այստեղ աշխատակազմի ղեկավարի մասով չէ, իրենք որպես օրինակ Ռոբերտ Քոչյանը հայտարարում էր, որ իրենք Սամվել Կարապետյանի հետ միասին, եթե ճիշտ եմ հիմա ցիտում, հիշում, Սամվել Կարապետյանի հետ միասին կարող են ձևավորել ինչ-որ մի բան, որը որ ավելի շատ է լինելու, քան քաղաքացիական պայմանագրի։ Ռոբերտ Քոչյանը ասեց մոտավորապես հետևյալ միտք, ասեց, եթե ընտրությունների են գնում մենք նկատի ուներ իր գլխավորած քաղաքական ուժը թե շարժումը չգիտեմ եւ Սամվել Կարապետյանը միասին ավելի շատ են ձայնարկել հայհավաքելու քան իշխանությունը եւ մենք այդ ձևով քաղաքացիական պայմանագրին կարողանալու ենք հեռացնել իշխանությունը։ Եվ դա ինչ է նշանակում որ եթե Ռոբերտ Քոչյանը եւ մեր ձևով շարժումը պլյուս դրանց Սերժ Սարգսյանի չմիավորման մասին էր, ոչ թե միավորման մասին, այլ տեսեք, այդ դեպքում քաղաքացիական պայմանագիրը ստանում է բոլորից ավելի շատ քվե, չէ՞, առանձին։ Չէ։ Ոնց չէ։
կամ հաճ, գիտեմ, ինքը ասում էր, որ մենք երկուսս Չէ, պարոն Քոչարյան ինչ որ սոցիոլոգների վկայակոչեց, որոնք այդ գելափներին մենք լավ գիտենք, բայց ինքը ասում էր հետեւյալը, որ եթե մենք հավաքենք այսքան տոկոս, իրենք հավաքեն այսքան տոկոս, սրա գումարայինը կլինի ավելի շատ, քան ԿՊ-ի ձայներն է։ Ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է սիրելի քաղաքացիներ, կամ ինքը սիրելի բառը դժվար օգտագործի, ասում է քաղաքացիներ։ Եթե մեզ տակ այսքան ձեն, մեր ձևովին էլ տակ այսքան ձեն, մենք երկուսով միավորվելու դեպքում հաղթելու ենք քաղաքացիական պայմանագրին եւ մենք ենք ձևավորելու իշխանությունը։ Եվ սա ինչ է նշանակում, որ եթե հանկարծ լինի այդպես, այս ամեն ինչի արդյունքում ռոբասերժական համակարգը հետ է վերադառնալու։ Ինչը ես բացառում եմ, որ մեր քաղաքացիները այդ տապալած, մերժած, կտրականապես քոքահան արած համակարգը կարող են հետ վերադարձնել։ Դա բացառված է։ Ուղղակի սա ամենացցուն օրինակն է, որ մեր ձևով շարժումը ինքը մաս է կազմում ռոբասերժական համակարգի, որովհետև մարդը բաց այդ ինքը էլի ոնց ասի, հո չի ասելու սիրելի ժողովուրդ, մենք պայմանավորվել ենք, որ հանկարծ սենց լինի, մենք վերջում միավորվելու ենք, ես էլ դառնալու եմ վարչապետ, հո չի կարա կանգնի այդպես բանի, որ ինքը գիտի, չէ, որ հենց ասեց ես դառնալու եմ վարչապետ, այդ շարժումը բրծնում է։ Բայց այս ամբողջ իրականությունը պլյուս մի քանի տոկոս էլ ենթադրենք Սերժ Սարգսյանի համակարգի հետ կապված ինչ-որ հույսեր, սին հույսեր, որ էլի տապալվելու է ու ռոբասերժական համակարգը ոնց որ ասում են տենց իր ողջ հմայքով սենց մեր առաջ հառնելու է ինչպես վերջը տենց հառնելու է մեր առաջ մի համակարգ, որը տենց վաղուց մոռացված ինչ-որ բաներ։ Ամփոփելով այս թեմաները, տեսեք, Սամվել Կարապետյանի կողմնակիցները պնդում են, որ Կարապետյանը կալանավորվեց, որովհետև որոշեց զորակցել եկեղեցուն։ Այստեղ իրենք չեն ասում եկեղեցու է նախավեն, ասում են եկեղեցուն։ Հիմա տեսեք, ռիսկային մի շատ լուրջ կոմպոնենտի մասին եմ ես ուզում ես հարցը ամփոփելով ասեմ։ Տեսեք, ես չգիտեմ իշխանությունը, ես իշխանության մաս չեմ, ես չգիտեմ իշխանությունը ինչ նպատակներ է հետապնդում, հա, ինչքան հեռուն գնացող նպատակներ։ Ես կասեմ։ Բայց հայ առաքելական եկեղեցին ըստ էության համահայկական ամենամեծ ինստիտուտն է եւ այս պայքարի արդյունքում այդ ինստիտուտը մաքսիմալ վարկաբեկվում եւ դրանից բխող ընդ որում բոլոր հետևանքներով։ Հիմա այդ ռիսկը գոնե նվազեցնելու ուղղությամբ քայլեր չենք անելու։ Ես հասկացածս պատասխան եմ անպայման, բայց մի պատմություն եմ ձեզ ուզում պատմել շատ կարճ։ Ինչ որ առիթով Միացյալ Նահանգներում էի գտնվում եւ իմ ընկերներից մեկի հետ որոշեցինք Կիրակնորյա պատարակի գնալ եւ մեզ հետ կային մարդիկ, ովքեր որ այնտեղ էին ապրում, Լոս Անջելեսում էին ապրում եւ նրանց միջև վեճ սկսեց, թե մենք պետքա գնանք պատարակի որտեղ եւ այդ վեճը ինձ համար ինքը կենցաղային վեճ էր, բայց ինձ համար անհասկանալի վեճ էր։ Խոսակցություն էր, որը անհասկանալի էր ինձ համար եւ այդ խոսակցությունը հետեւյալում էր կայանում։ Այնտեղ գործում է կոնկրետ այդ մասում Լոս Անջելեսի գործում էր երկու եկեղեցի եւ կար մարդկանց քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց մի խումբ, որը չէր գնում էջմիածնական, այսպես ասած, թեմ եւ հակառակը Անտիլիաս։ Այո, եւ Անտիլիասի եւ այս ամեն ինչը ես տեսնելով ընդ որում որպիսի ես խնդիր չառաջացնեմ նրանց երկուսի միջև ես փորձեցի երկու եկեղեցիներում էլ պատարակի մասնակցեմ իհարկե շատ կարճ դատևես որովհետեւ մի տեղից մյուսը պետքա տեղաշարժվենք մեքենայով բայց ես դա արեցի որպիսի խնդիր չառաջանա եւ ես տեսա այդ եւ այնտեղի խոսակցությունից հասկացա ես որ բացառված է անտիլիասականի եւ դաշնակցական որոշակի խմբի հետ կապ ունեցող մարդիկ գնան էջմիածնական թեմ եւ հակառակը գիտեք սա ամենամեծ ցավն ու արձանագրումն էր ինձ համար որովհետեւ եկեղեցին իմ կարծիքով որոշ գործիչներ եկեղեցու հոգեվորականներ հենց իրենք են պարակտում եւ վարկաբեկում իրենց պահվածքով եկեղեցու հետ կապված հարցերը հիմա մենք որպես իշխանություն օրինակ ամեն ինչ պետք է անենք որ այս բոլոր հարցերը կարգավորենք
Սա ուղղակի պատմություն էր, որ ես ձեզ պատմեցի, որ խնդրեմ հարցը կհիշացնենք ձեր։ Ըստ էության պատասխանեցիք, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչ Վաղարշակ Հակոբյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։